Պարոն նախագահ, ինչպես է գնահատում Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունները հնարավորինս խորացնելու քաղաքականությունը եւ երբ խոսում եք ուժեղ Եվրոպայի մասին, արդյոք այդ Եվրոպայի մաս ապագայում տեսնում եք նաեւ Հայաստանին։ Շնորհակալություն։ Այո, եւ կարծում եմ, որ սա ճիշտ ընտրություն է, ես փորձեցի դա քիչ առաջ բացատրել, կասեմ թե ինչու։ Երբ 22 թվականի գարնանը մենք առաջարկեցինք, երբ առաջին անգամ 22 թվականի աշնանը ժողով կազմակերպել հենց Պրահայում, որը որքան կարևոր էր եւ վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիևը մասնակցեցին, ես համարում եմ, որ Եվրոպան պետք է գոյություն ունենա պատմական եւ աշխարհագրական շրջանակում եւ ոչ միայն ինստիտուցիոնալ շրջանակներում։ Բնականաբար Եվրոմիությունը կարևոր դեր է խաղում, երբ խոսում ենք Եվրոպայի մասին, իր հզորությամբ, իր բարդությամբ, իր ինտեգրացիայի աստիճանով, բայց սրանով չի սահմանվում ամեն ինչ։ Եվրոպան դա աշխարհագրություն է, պատմություն, քաղաքակրթություն, այսօր մենք առավոտյան տեսանք եւ խոսում էինք պատվիրակության հետ, որոնք ինձ հետ այցելեցին Մատենադարան։ Այսինքն այս պատմությունը տեսնելով Հայաստանի, մենք կարող ենք միայն արձանագրել, որ Հայաստանը եվրոպական պատմություն ունի, քրիստոնեության իր դերով, իր ուրեմն պատմությամբ եւ եվրոպական քաղաքական համայնքը դա հենց այդ մեծ Եվրոպայի մայրցամաքի ճանաչումն է եւ եթե համարենք, որ այն փաստը, որ Իսլանդիայից մինչեւ Ադրբեջան եւ Հայաստան կա ինչ-որ բան, կառուցենք այստեղ ընդհանուր հիմքեր։ Ես համոզված եմ, որ երբ մենք խոսում ենք պաշտպանության, անվտանգության, թրաֆիկինգի դեմ պայքարի, միգրացիայի, էներգիայի մասին եւ ժողովրդավարական տարածքների պաշտպանության մասին, այստեղ ամբողջ իմաստը կա այդ եվրոպական համայնքի, որովհետեւ մեր տարածաշրջանները զոհ են դարձել կայսրությունների եւ դուք գիտեք Հարավային Կովկասը ինչպիսի պատմությունների միջով է անցել եւ Եվրոպայի կառուցմամբ արևմտյան Եվրոպան կարծես իմունիտետ է ձեռք բերել այդ ամենի դեմ 90 թվականներից ի վեր նա թույլ տվեց նաեւ կենտրոնական Եվրոպայի երկրներին միանալ այդ պատմությանը եւ այժմ սա ընդհանուր էմանսիպացիա է եւ հիմա արդյոք պետք է լինի անպայման ինտեգրացիա կամ ասենք ընդլայնում Եվրոմիության, չգիտեմ, վստահ չեմ, դա կախված է յուրաքանչյուր երկրի ընտրությունից եւ սա շատ պահանջկոտ գործընթաց է։ Ես վստահ եմ, որ մենք չպետք է սպասենք դրան, այսինքն հենց այս պահից հաշվի առնելով աշխարհում իրավիճակը գործել եւ հենց այդպես էլ մենք արեցինք վերջին տարիներին։ Մենք կառուցեցինք մեծ Եվրոպան իրական առումով եւ Հայաստանը հենց այդ ճանապարհն է անցել։ Ինչ է Եվրոպան, որը ընդունի, որ ասենք կայսրությունները իրար մեջ բաժանեն Հարավային Կովկասը։ Սա չէ Եվրոպան։ Եվ նույն ձևով ո՞րն է Հայաստանի ապագան, եթե ոչ եվրոպական ապագա, սա միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն եւ հավասարակշռություն։ Եվրոպան դա ընդհանուր ծրագիր է։ Երեք մենք 47 հոգի ենք սեղանի շուրջ, ամեն մեկը ուներ նույն ժամանակը խոսքի համար, արտահայտվելու համար եւ սա այդ եվրոպական դնթն է, որը հարգում է մյուսներին, չի փորձում մյուսներին հնազանդեցնել, լինել դոմինանտ, դա վասալի տրամաբանություն չէ, որը այդպիսին էր անցյալում։ Այսինքն Եվրոպան դա այն ծրագիրը չէ, որ մյուսներին կանչում է պարտադրելով, թե ինչ պետք է անել։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ այո, շատ նպաստելի է Հայաստանի համար հաշվի առնելով ժողովրդավարության եւ խաղաղության ընտրությունը, ինչը նա ընտրել է այս որոշումը։